Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ։ Մեր անվանի հայրենակիցը հայոց ազատամարտի հավատարիմ զավակն է, հավատարիմ ծնունդը եւ հայոց պետականության կարեկից ջատագովը։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է հայ ազգային ազատագրական պայքարի անվանի գործիչ Արշակ Ներսիսյանին, Սեպուհին։ Մեր հաղորդման հյուրերն են պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը եւ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Համլետ Գևորգյանը։ Բարի գալուս, հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Իսկ այժմ դիտենք ակնարկ նվիրված Սեպուհի Արշակ Ներսիսյանի կյանքի եւ գործունեությանը ու շարունակենք մեր հաղորդումը։ Ազգային ազատագրական պայքարի անվանի գործիչ Արշակ Ներսիսյանը ծնվել է 1872 թվականին Արևմտյան Հայաստանի Բաբերդ քաղաքի շրջակայքի Թոմնա գյուղում։ Սովորել է Տրապիզոնի ազգային վարժարանում։ 1894 թվականից հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ է։ Գործել է Կոնստանտինոպոլսում։ 1890 թվականին Գում-Գաբհուի ցույցից հետո անցել է Ղրիմ, հետո Կարս, Տարոն, մտել հրայր դժոխքի խմբի մեջ։ 1899 թվականին Խանի նույն Բարսեղ Թիրակյանի խմբի կազմում մասնակցել է Խաստուրի կռվին։ 1900-ից 1903 թվականներին գործել է Ալեքսանդրոպոլում։ 1903 թվականին Թորգոմի Մրիկ խմբի կազմում անցել է Սասուն։ 1904 թվականին մասնակցել է Սասունի ապստամբությանը։ Գործակցել է հրայրի Վանա իշխանի հետ։ 1907-ից 12 թվականներին եղել է Տարոնում, ապա Կարինում, Թիֆլիսում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին 21 հոգուց բաղկացած խմբով միացել է Անդրանիկին։ Եղել է հայկական առաջին կամավորական գնդի երկրորդ վաշտի հրամանատար։ Մասնակցել է Խոյի եւ Դիլմանի ճակատամարտերին։ 1916 թվականին Երզնկայում Սեբաստացի Մուրադի հետ ձեռնարկել է «Մեկ հայ, մեկ ոսկի» հիմնադրամ, հավաքել բազմաթիվ որբերի, նյութապես օգնել գաղթական ընտանիքներին։ 1918 թվականի սեպտեմբերին Սեբաստացի Մուրադի եւ Համազաստ Սրվանձետյանցի հետ մասնակցել է Բաքվի ինքնապաշտպանությանը։ Ճնշել է 1920 թվականի մայիսյան ապստամբությունը։ 1920 թվականի աշնանը Կարսի ճակատում մասնակցել է թուրք-հայկական պատերազմին։ Եղել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի անդամ։ Խորհրդայնացումից հետո մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մահացել է Դեթրոյթում 1940 թվականի հուլիսի 31-ին։ 2014 թվականի նոյեմբերի 20-ին Աճյունասափորն ամփոփվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Արժեքավոր հուշերի հեղինակ է։ Պարոն Ներսիսյան, հարցը ձեզնից սկսեմ որպես Սեպուհի մասին միակ աշխատության հեղինակ, ընդ որում այդ աշխատությունը ոչ միայն հայերեն է հրատարակվել, այլև անգլերեն լեզվով, որպեսզի անգլալեզու ընթերցողներն տեղյակ լինեն։ Ցավոք հանգամանքների բերումով այսօր մեր հայրենակիցներին հնարավորություն չեղավ տաղավարից ներկայացնել։ Երբ ծանոթացա Սեպուհի կյանքի եւ գործունեության, ակնհայտ դարձավ, որ Սեպուհը ոչ միայն մարտի դաշտում է հերոսացել, այլև պետական գործունեության կամ խաղաղ կյանքի ամենից տարբեր պարագաներում եւ հարգվել, սիրվել է բոլորի կողմից եւ այդ իր հերոսի եւ պետականության նվիրալի այդ կերպարին մինչմա հավատարիմ է մնացել։ Գիտեք, Սեպուհը ընդհանրապես եւ Սեպուհի նման անձինք քիչ են այն տեսանկյունից, որ նրանք ունեն համակողմանի մոտեցում խնդրին։ Այսինքն նրանց համար պետականության արարման գործընթացը ոչ թե միայն կռիվն է մարտի դաշտում, այլ նաև խաղաղ պայմաններում, ուրեմն շինարարական գործունեությամբ, կրթության զարգացմամբ, լուսավորության տարածմամբ նպաստել է ժողովրդի զարգացմանը, իսկ պետականության ամենակարևոր նախապայմանը ուրեմն ազգային ազատագրական պայքարն է, իսկ ազգային ազատագրական պայքարի ամենակարևոր նախապայմանը այդ ազգային ազատագրական պայքարի նախապատրաստելն է։ Իսկ ինչպես է նախապատրաստում ազգային ազատագրական պայքարի կրթությամբ, լուսավորությամբ եւ զինելով։ Եվ Սեպուհը, այո, իհարկե լուսավորության մեջ նաեւ քարոշություն է։ Եվ Սեպուհը ինքը 1890-ական թվականների առաջի կեսից մտնելով հայ ազատամարտի թատերաբեմ աճել է հայդուկից սկսած մինչև պետական գործչի աստիճանը։ Նա եղել է պարզ հայդուկ, ուրեմն իր սիրելի
նաեւ մեր սիրելի ցավոք մեր հանրության լայն շրջաններին եւ ես ասում եմ ճիշտը դեռևս քիչ ծանոթ Սեբաստացի մեծ Մուրադի հետ մեկտեղ նրանք անբաժան ընկերներ էին նա սկսել է իր քայլերը բարձ հայդուկից առաջին անգամ փայլել է Խաստուրի կռվում երբ որ հայտնի Բարսեղ Թիրակյանի խանի հետ ասում էր Արևմտյան Հայաստան Ալաշկերտի մոտ գտնվող Խաստուր գյուղում խումբը շրջափակվեց եւ Սեփուն էր որ առաջինը իր փոքրիկ խմբով ճեղքեց այդ պաշարման շղթան դուրս եկավ դիմացի բլուրը ու սկսեց կրակել ճամփա բացելով խմբի մյուս անդամներին երբ որ երեկոն իջավ արդեն թուրքերը չգիտեին ում վրա են կրակում եւ իրար վրա են կրակում այսինքն իր ֆիդական գործունեության հենց սկզբից եւ որպես քաչ խիզախ ավախ է դրսել այնուհետեւ Սեփուհն էր որ Թորքոմի Թումանի խմբում 3 թվին հասավ այդ ամենին դեռ մանրամասը կանդրադառնա իսկ պետական գործունեության արդեն ընտրվեց Հայաստանի Հանրապետության շրջանում երկրորդ միակ ընտրված խորհրդարանի անդամ եւ հետո 4-րդ արտակարգ բրիգադի հրամանատար եւ կարճ ձեր հարցի պատասխանը Սեփուը այն պետական մտածողությունը ունեցող անձն էր եւ զինվորական անձը որին եթե տրվեր ասենք օրինակի համար Կարսի հրամանատարությունը Կարսի ճակատի հրամանատարությունը ոչ թե գուցե այլ հաստատ անվարան կարելի է պնդել որ Կարսը չէր ընկնի որովհետեւ ի վերջո Կարսի ճակատի այն թևը ցախ թևը որ հրամայում էր Սեփուը Մախլուտոյի սմբատի հետ հենց այդ թևը չընկավ հիմա շատ հաճախ մի բան էլ ասեմ շատ հաճախ ասում են գիտեք ռոպագանդան բոլշևիկյան քարոզությունը քանդեց հայոց բանակը բայց հիմա հարց առաջանում այդ ինչի այն զորամասերում որոնց հրամանատարը Սեփուի դրոյի նման անձինք էին այդ քարոզությունը չէր որևէ վնաս պատճառում իսկ այնտեղ որտեղ գնդապետ հետո գեներալ Հովսեփյանի ու Սիլիկյանի նման որը հայտնի է որպես հերոս Սարդարապետի դե եթե նա Սարդարապետի հերոս էր թող Կարսում էլ փայլեր իսկ ինչի այդ ճակատներում այսինքն հանուն հայրենիքի կայքարելու կռվելու անկախության ոչ մի խոչընդոտ չի կարող լինել նրանք եւ Սեփուը այդպես էր Պարոն Գևորգյան Սեփուի ֆիդայական գործունեության բնականաբար բոլոր դրվագներին չեն կարող անդրադառնալ մեր հերոստատիտողներին ներկայացնենք առավել նշանակալիցները եւ այդ առումով առաջինը դա արդեն նշվեց Թորգոմի մրիկ խմբում 20-ից ավել մեր հանրահայտ ֆիդայները այդ բույլը եւ որոնց թվում նաեւ Սեփուհը ապա նաեւ Սասունի հետ ապստամբություն դա հենց կապված է Սասունի ապստամբության հետ նախապատրաստում էր Սասունի ապստամբությունը եւ Սասունի ապստամբությունը նախապատրաստելու համար հարկավոր էին մարտական ուժեր ինչպես նշեց պարոն Ներսիսյանը զինուշ, զենք, զինամթերք էր պետք եւ մարտական ուժեր են պետք, որովհետեւ արժանավույնս նախապատրաստվեր Սասունի ապստամբությունը եւ պիտի ասել, որ Սասունի ապստամբությունը սկսվեց վաղաժամ, այլ հակասություններ կային հրայրի եւ մի շարք ֆիդայիների միջև մասնավորապես Անդրանիկի եւ ավելի վաղաժամ սկսվեց եւ միակ խումբը, որ երկրից կարողացավ հասնել Սասուն եւ համալրել Սասունի պաշտպանների շարքերը դա այդ մրիկ հետյալ, այնել հետյալ զինախումբն էր, որի կազմում Իրավանը հավատարիմ բնած ամբողջությամբ որի կազմում Սասուն մեկնեց նաեւ Սեփուհը պիտի ասել որ այդ խմբի կազմում մեր շատ ու շատ անվանի ֆիդայիներն էին Սեբաստացի Մուրադը Քերին Կարակելը Գումուշխանցի Ավոն Տուրբախը այդ կարգի մեծություններ եւ միակ մարտախումբն էր, որը կարողացավ անկորուստ հասնել Սասուն։ Մնացած բոլոր զինատար եւ մարտական խմբերը, որոնք փորձում էին անցնել Սասուն, ջախջախվել են բախվելով հիմնականում ռուսական սահմանապահ ուժերին եւ թուրքական եւ քրդական հրոսակախ խմբերին։ Այսինքն կարող ենք ասել, որ Սեփուի համար կոնկրետ այս խմբում մասնակցությունը առաջին այս մեծածավալ մարտական մկրտությունը հետագայի համար դաս դպրոց հանդիսացավ։ Դենա մարտական մկրտությունը արդեն ստացել է միջ այդ, բայց Սասունի կռիվների ժամանակ հենց առաջի օրն էլ Շենիկ Սեմալ ուղղությունում, որի հրամանատարը Հրայր Դժոխքն էր, ցավոք դժբախտաբար հենց կռվի սկզբում Սեփուհը վիրավորում է եւ Հրայրը տեսնելով իր ընկերոջ, ահա այդպիսի վիճակը նետվում է օգնելու ընկերոջ եւ մի դավադիր գնդակ ինչպես ասում են, այո, զոհում է Հրայր Դժոխքը մեր ազատագրական պայքարի մեծագույն գործիչներից մեկը։ Սեփուհի գործունեությունը
այդքան ծավալուն չէ կապված Սասունի ապստամբության հետ, որովհետև նա սկզբում էլ վիրավորեց, բայց երբ արդեն ապստամբությունը պարտվել էր եւ ռազմական խորհրդի որոշմամբ Սասունի բնակչության մի մասը պիտի տեղափոխվեր դաշտ եւ այդ հանձնարարությունը կատարեց Սեփուհի ամենահարազատ մարտական ընկերը Սեբաստացի Մուրադը, ահա նրանք վիրավոր Սեփուհին էլ իրենց հետ տարան եւ թողեցին Ախլատում, հետո տեղափոխվեց, ասենք, դաշտ եւ այդտեղ Սեփուհը բավականին մեծ գործունեություն ծավալեց եւ երբ Սասունի պարտությունից հետո մեր մարտական խմբերը իջան դաշտ, ահա այդ կռիվներին փայլուն կերպով մասնակցել է հենց Սեփուհը, մանավանդ վերջի Շամիրամի կռվում նա եւ Սեբաստացի Մուրադը գլխավոր դերակատարներին Գերորգ Չավուշի հետ միասին։ Այնպես որ Սեփուհը իրեն արժանապատիվ ձևով դրսևորել է հենց նաև Սասունի ապստամբությունում եւ ընդհանրապես միշտ բոլոր այն բնակավարներում, որտեղ նա մասնակցություն է ունեցել։ Պարոն Ներսյան, Սեփուհի մարտական գործունեության հաջորդ, կարելի ասել, փառավոր էջը դա առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատում կամավորական շարժման մեջ իր ակտիվ մասնակցությունն էր, որպես Անդրանիկի հրամանատարած առաջին գնդի Վաշտի հրամանատար եւ Խոյի Դիլմանի այդ երկու, կարելի ասել, առանցքային ճակատամարտերին Սեփուհը իր Վաշտով հերոսական մասնակցություն ունեցավ։ Նախ ես կուզենայի ասել, որ Սեփուհը մինչև 1908 թվականի երիտթուրքական սահմանադրությունը, երբ որ փակվեց հայ ազատագրական պայքարի մի շատ բարդ ու հակասական շրջան, Սեփուհը արդեն թե արևմտահայության մեջ եւ թե արևելահայության մեջ հայտնի կերպար, հայտնի խմբապետ հերոս։ Եվ սա ասում եմ առանց չափազանցությունների։ Եվ 8 թվականից հետո նա մեկնեց ուրեմն հայրենի գյուղը, այդտեղ վարժարան բացեց։ Այսինքն մարտիկների շրջանում հեղինակություն էր արդեն վաստակել։ Մինչև այդ, այսինքն մինչև այդ հայդուկային կռիվներից հետո Սեփուհը հայ թաթարական կռիվների ժամանակ փայլեց Գանձակում։ Սկզբից նրան ուղարկեցին որպես այդ Գանձակի ինքնապաշտպանության հրամանատար, հետո նրան փոխարինեց Համազասպը։ Այնուհետև Սեփուհը առաջին էր, որ ուրեմն Պարսկական հեղափոխության որպես մասնակից տեղի հայության զինման նախապատրաստման աշխատանքներով զբաղվեց, հետո ինքը հետ եկավ, հետո գնացին Նիկոլ Դումանը, մյուսները։ Իսկ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա Խարկովում էր, որովհետև դրան երիտթուրքերը հենց Թալյատը հետամուտ էր լինում, որ սպաներ, նրա վրա մի քրեական գործ կար։ Եվ երբ որ սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, Սեփուհը Խարկովից վերադարձավ Թիֆլիս, արդեն Սեփուհին դաշնակցություն կուսակցությունը եւ հայոց ազգային բյուրոն տեսնում էին որպես ոչ թե շարքային Վաշտի հրամանատար, այլ 4-րդ կամավորական գումարտակի հրամանատար, բայց Սեփուհը շատ սիրելով Անդրանիկին, Սասունու իր հրամանատարին, ինքը ասեց ոչ ես կլեմ Անդրանիկի հետ եւ ստանձնեց 2-րդ կամավորական Վաշտի հրամանատարը։ Խոսում էին նրա ֆիդայով համեստության մասին։ Նա իսկապես համեստ էր։ Եվ այդ նա մասնակցել է բազմաթիվ կռիվների, այդ բանի, ուրեմն Պարսկաստանով երբ որ ռուսական զորամասերը ընթանում էին, այստեղ կային Անդրանիկի կամավորական գումարտակը նրանց հետ էր, մինչև Դիլման, Աշնակի կռիվը, Բուրուժխարանի կռիվը, Բուրուժխուրանի կռիվը եւ Դիլմանի կռիվը, բայց Սեփուհը որոշ տարաձայնություններ ունեցավ իր սիրելի հրամանատար Անդրանիկի հետ, տարաձայնությունը մարտավարական էր։ Ինքը որպես երկրորդ Վաշտի հրամանատար գտնում էր, որ հայ կամավորները չպետք է առաջապատիժ գրավեն, որովհետև թուրքերը որ տեսնում են հայ կամավորներին որպես ռուսական զորքերի առաջապահ, նրանք ավելի գազազում են, կատաղում են, ասում են, տեսեք արևմտահայերը մեր թշնամի ռուսների հետ կռվում են մեր դեմ։ Եվ դա առիթ էր, որպեսզի կոտորեն նահանջի ճանապարհին արևմտահայությանը։ Դրա համար Խալիլը երբ որ Դիլմանում ահավոր կերպով ջարդվեց, չտասում են Դիլմանում Անդրանիկը ջարդեց, բայց ես ձեզ ասեմ, Անդրանիկի կամավորները 1200-ից 200-ից մի քիչ ավել էին Սեփուհի հետ մեկտեղ։ Նրանք փայլեցին Դիլմանում, բայց Դիլմանի ճակատամարտի իրական հերոսը Նազարբեկովն էր, որը ռուսական կանոնավոր բանակի ռուսական կանոնավոր զորքերը բանակը։ Հիմա Սեփուհը նաև ճիշտ հայեցակարգ է ներկայացնում իր հուշերում կամավորների դերի մասին, որ ոչ թե կամավորները տարան այդ հաղթանակը, այլ նրանք նպաստեցին այդ հաղթանակին, բայց կամավորները նաև այն ուրեմն ոչ իրենցից կախված սխալ մարտավարություն ընտրեցին, այլ իրանց զորահրամանատարից,
որպես առաջապահ նրանք գնում էին որպես խուզարկու, իսկ ռուս խուզարկուները փորձառու էին։ Նրանք հենց տեսնում էին թուրքերին կրակում էին, իսկ նրանք տեսնում են, ահա այստեղ կա թշնամիներ, ու նահանջում էին եւ նահանջի ճանապարհին այդ Բերգրի հովտում 20000 հայ կոտորեցին։ Եվ Սեփու էս եւ տարբեր մարտավարական առումներով վեճ ունեցավ Անդրանիկի հետ ու հեռացավ։ Իսկ արդեն հանրապետության շրջանում ես ձեզ ասեմ Հայաստանի առաջին Հանրապետության առանձին կանդրադառնանք, եթե առանձին կանդրադառնանք, ես ես կանոն սահմանափակում եմ։ Պարոն Գևորգյան, այս մարտական գործողությունից հետո արդեն 16 թվականին իր հին վաղեմի մարտական ընկերոջ Սեբաստիացի Մուրադի հետ Սեփու նախաձեռնեց շատ շագրավ եւ դիպուկ խորագրով մեկ հայ մեկ ոսկի հիմնադրամը փրկեցին առաջներտին իհարկե հայ որբերին, նրանց սատար կանգնեցին, կյանքի նեցուկ դարձան եւ հետագայում արդեն դրանից հետո էլ Սեփուհը համազասպի եւ նույն Սեբաստիացի Մուրադի հետ իր մասնակցություն ունեցավ 1918 թվականին Բաքվի հայոց ինքնապաշտպանությանը։ 16 թվականին, երբ Անդրանիկը հեռացավ Արևմտյան Հայաստանից Բիթլիսի գրավումից հետո, ազատագրումից հետո Բիթլիսի, Անդրանիկը թողեց առաջի կամավորականի հրամանատարությունը եւ ընդհանրապես հեռացավ Արևմտյան Հայաստանից։ Մի պահ առաջի կամավորականի հրամանատարությունն ընդունել է Սեբաստիացի Մուրադը։ Այդ ժամանակ Սեփուհը հենց նրա հետ է համագործակցել եւ մի քանի հաջող կռիվներ են մղել երկուսով։ Այդ ժամանակ նրանց համար գլխավոր խնդիրը եղել է հենց դա՝ փրկել քրդերի, թուրքերի, հատկապես թուրքերի մեջ գտնվող մեր երեխաներին, կանանց եւ մյուսներին։ Այդ նախաձեռնության հեղինակը Սեբաստիացի Մուրադն է եղել եւ բնական է, որ նա առաջին հերթին պետք է դիմեր իր հարազատ ընկերոջ օգնությանը, Սեփուհին եւ կայծակ առաքելին։ Նվիրյալ սրբազան իրավի գործ ընկերներով պետք է անեն։ Գլխավոր խնդիրներից մեկը լինում է մեկ հայ մեկ ոսկի, այսինքն մեկ ոսկի միջով տալով նրանք կարողանում են քրդերի մոտ գտնվող մեր որբերին հավաքել։ Մոտավոր տվյալներով ասում են, որ 7-ից 8000 ահա այդքան երեխաների են փրկել։ Սա մեկ եւ երկրորդ, երբ արդեն Արևմտյան Հայաստանը ազատագրված էր եւ կար անհրաժեշտություն կար, որպեսզի այդ շրջանում թեև արդեն ցեղասպանությունը եղել էր, Արևմտյան Հայաստանը գրեթե դատարկված էր, բայց այնուամենայնիվ հարկավոր էր փրկել մնացածներին։ Եղեռնի այդ սարսափներից փրկված հայությանը հարկավոր էր հավաքել եւ նրանց պաշտպանել, նրանց անվտանգությունը պաշտպանել եւ դրա համար էլ ազգային բյուրոյի, ապա նաեւ ազգային խորհրդի ուրեմն հանձնարարությամբ Սեբաստիացի Մուրադը ուրեմն դառնում է, ստանձնում է Երզնկայի ահա այդ գավառի, կարելի ասել հայոց ուրեմն առաջնորդի դերը, կարելի ասել գավառապետի նման պաշտոններ, իսկ Սեփուհն էլ ուրեմն Բաբերթի։ Միաժամանակ նրանք այդ շրջանում գործող կամավորական զորախմբերի հրամանատարներ են։ Եվ նրանք երկուսն էլ մեծ գործ արեցին հայապահպանման գործում, հայության վերջին բեկորների հավաքման, նրանց անվտանգության ապահովման գործում, Սեփուհը Բաբերթում, իսկ 7-8000 որբ արդեն դա մեծ թիվ է, եւ պլյուս դրան նաեւ այդքան նրանք փրկեցին նաեւ թուրքերի մոտ, քրդերի մոտ գտնվող ահա այդ որբերին։ Նրանց գիտեք երկուսն էլ գրեթե միևնույն ճակատագիր են ունեցել, երկուսն էլ անշուշտ նվիրյալներ են եւ տաղանդավոր ռազմագետներ են եղել։ Այս ժամանակ գիտեք մեր անհաջողությունների գլխավոր պատճառներից մեկը իմ խորին համոզմամբ մեր հրամանատարության ոչ ճիշտ մարտավարությունն էր։ Պրոֆեսիոնալների եւ հայ կամավորական խմբերի հրամանատարների, այսինքն այն հրամանատարներ, որոնք ծնվել էին մեր ազատագրական պայքարի բովում, նրանց ոչ ճիշտ համագործակցությունն էր։ Էրզրումի անկումից հետո Անդրանիկին գիտեք, որ գեներալ Նազարբեկովի հրամանով հեռացվեց պաշտոնից եւ նրա փոխարեն դիվիզիայի հրամանատարությունը Կովկասյան այդ ճակատի հրամանատարությունը ընդունեց գեներալ Արեշյանը, մի ապաշնոր գեներալ, որը արհամարական վերաբերմունք ուներ եւ Մուրադի նկատմամբ եւ Սեփուհի, թեև երբ Էրզրումի անկումից հետո այդ 30,000 հայությանը պաշտպանել են հենց հիմնականում Մուրադն ու Սեփուհը, նրանք են անընդհատ կռիվներ մղելով հասրել ահա 30-40 հազար հայի Սարիխամիշ, ապա նաև Կարս։ Եվ նրանք այդ ժամանակ շատ ճիշտ մարտավարություն առաջարկեցին։
Թուրքական հրամանատարությունը օգտվելով մեր հրամանատարության пассив վիճակից անընդհատ տեղաշարժեր էր կատարում եւ խոյահարիչ անսպասելի հարվածներ էր հասցնում մեկ այս հատվածում, մեկ այն հատվածում։ Սեբաստացի Մուրադն ու Սեպուհն առաջարկեցին կիրառել մեկ այլ մարտավարություն՝ արագաշարժ զորախմբեր կազմել, անցնել հագարակորտի թիկունքը եւ անընդհատ հարվածներ տեղալ։ Թույլ չտալ, որպեսզի նրանք կարողանային կենտրոնանալ։ Բայց Արեշյանի նման ճագերտավոր, տաղանդավոր զորապատը արհամարեց նրանց ասելով, որ սրանք ինչ են հասկանում ռազմագիտությունից եւ ավելին ցեզ ասեմ, նրանց նույնիսկ հերացրին տալով 50,000 ռուբլի մեր ազգային խորհուրդը հերացրեց Կովկասից։ Կարևորը պարոն Գևորգյան, որ պատմության մեջ ժամանակի փորձության դիմացել են եւ իհարկե համոզված են, որ պետք է դիմանան եւ մնան առավետ հենց Սեպուհի եւ Սեբաստացի Մուրադի եւ նրանց մարտական ընկերների անունները եւ գործած սխրագործությունները։ Իսկ ձեր ասած այդ ապաշնորները, եթե դուք հիմա չհիշատակեք, ոչ ոք Ինչ եք ուզում, ասենք Սեպուհի կերպարը գնահատել, որպեսզի այդ պատմության դասերը մենք ճիշտ ընկալենք, անհրաժեշտ եզրահանգումներ անենք ներկայի եւ ապագան կառուցելու համար։ Մանավանդ մեր արժեվ այսօր բազմաթիվ փորձություններ են, չէ՞ ծառացած։ Սեպուհի կերպարի իմացությունը, այո, անհրաժեշտ է այդ պատմական դասերը ճիշտ յուրացնելու համար։ Պատմական դասերի կերպարի կանդրադառնանք։ Պարոն Ներսիսյանը ճիշտ ասեց, եթե Սեպուհի նման զորահրամանատար ունենային կարծում այսօր մենք հենց այդ հարցն է ուզում ուղղել, պարոն Ներսիսյան։ Այսօր մենք համոզված են, որ Սևրի դաշնակիրը կարող էր իրականալ։ Սեպուհի գործունեությունը առաջին հանրապետության տարիներին որպես խորհրդանի անդամ, այսինքն պատգամավոր եւ իհարկե որպես ռազմական զինվորական գործիչ։ Նա արդեն դադարել էր հայդուկ կամ հայդուկապետ լինելուց, արդեն գոյություն ուներ կանոնավոր պետական բանակ եւ այդ կանոնավոր պետական բանակում նա համապատասխան բարձր պաշտոն դիրք էր զբաղեցնում եւ կարևոր ներդրումներ ունենում։ Ուրեմն որպեսզի պարոն Գևորգյանի ասացի հետ տրամաբանական կապը չխզվի, ուրեմն ես ինքս մի փոքր հետ գնամ մինչև հանրապետությունը ու շարունակեմ։ Ուրեմն խոսվեց Էրզրումի մասին, չէ՞։ Ընդհանրապես Հայաստանի Հանրապետության կամ կարելի ասել հայոց նոր պետականության արարման ուրեմն գլխավոր դերակատարներից են Սեպուհը եւ Սեբաստացի աննման հերոս Մուրադը։ Ինչ առումով։ Ուրեմն եթե Սեպուհը եւ Մուրադը ինչպես նշվեց, մեկը Բայբուրդից, որի գավառապետն էր 17 թվականի վերջերից, մյուսը Երզնկայից, մինչև Էրզրում 2 ամիս չզբաղեցնեին թուրքերին, Արամ Մանուկյանը Երևան քաղաքում չէր հասցնի որևէ միջոցառում կազմակերպել, զորահավաք չէր հասցնի 18-ից 45 տարեկաների պարտադիր զորահավաք չէր հասցնի կազմակերպել դրոյի հետ այդ ամբողջ այդ զորամիավորումները, որոնք հետո մայիսին ջախջախեցին ուրեմն թուրքերին 3 ճակատում չհաշված Ղարաքիլիսյան, թեպետ Ղարաքիլիսյանն էլ ընկավ հայտնի թե ինչ պատճառով։ Այսինքն նրանք 2 ամիս զբաղեցրեցին եւ նրանք այնքան հանճարեղ էին, որ ուրեմն ֆրանսիացի գնդապետ Մորելի հետ մեկտեղ Էրզրումի հյուսիս-արևելյան ամբողջ շրջանը մաքրեցին եւ այստեղ նրանք նախատեսել էին ջարդել թուրքերին եւ ջարդեին։ Հիմա այսպես մի բան կա, եթե մենք թուրքերին ջարդեինք Էրզրումի պարիսպների տակ, հաստատ կարծը մերը կլներ։ Դե եթեները դա թողնենք, ասենք առաջին հանրապետությանը։ Եթեներ չի սիրում, բայց պատմությունը եթեներ է սիրում։ Հիմա առաջին հանրապետ, բայց տեսեք, նրանք չմասնակցեցին ուրեմն Մարիսյան հերոսամարտերին։ Ինչի, որովհետեւ մարդկանց չէին ուզում կադրայի սպաները։ Նրանց չեթեներ էին համարում, այ պարոն Գևորգյանի հիշատակած Արեշովը։ Նրանք նույնիսկ Սարեղամիշում կարող էին թուրքերին կանգնեցնել։ Հիմա Հայաստանի առաջին հանրապետության շրջանում Սեպուհը եւ քաղաքական գործիչ էր։ Ցավոք նրանք դրանից հետո այդ 18 թվականի այդ թուրքական հարձակման կասեցումից հետո, երբ որ նրանց հեռացրին, նրանք Բաքու էր գնացին, իմիջիալոց Բաքուն էլ որ ավելի ուշ ընկավ, այս մարդկանց հանճարի արդյունքն էր եւ Մուրադն էլ զոհվեց։ Հետո Սեպուհը եկավ Հայաստանի Հանրապետության շրջանում, գիտեք Սեպուհի դերևան էր։ Սեպուհը անկախության աննկուն պահապանն էր։ Սեպուհը Հայաստանի ժողովրդագրական պատկերը հոգուտ հայոց ուրեմն փոխող, ուրեմն գործիչներ, որ իր 4-րդ բրիգադով մեկ լինում էր Վեդի բասարում, մեկ Զանգի բասարում, մեկ Իգդիրում, մեկ չգիտեմ որտեղ ի վերջո Դիլիջանում եւ ուրեմն Ղարաքիլիսայում։ Եվ Սեպուհն էր, որ այ հիմա շատերը ասում են, Սեպուհը ճշեց մայիսյան ապստամբությունը։ Եթե մայիսին, երբ որ այդ ավանտյուրիստ ավիսները, մյուսները
երբ որ այդ խռովությունը արեցին, այն հույսով որ կարմիր բանակը կա, դա հենց իրենց կուսակցության այդ ժամանակվա դիրքորոշումներից ելնելով դա ավանտյուրա էր, բայց Սեպուը ինչ արեց։ Նա մաքրեց Հայաստանը այդ խռովարարներից։ Անկախությունը նա դարձրեց վեարժեք, եւ նույնիսկ Սեպուը, երբ որ Հայաստանը պետք է խորհրդանացվեր, ուրեմն Սեպուը Սեմյոնովկայի կիրճում էր Դիլիջան Ղարաքիլիսայի ճակատի հրամանատար, նա ասում էր ամեն ինչ թողեկին վրա եւ ես կփակեմ այս կիրճը եւ եթե նա փակեր այդպիսի կարծիք կա կարմիր բանակը չէր կարող մտնել Հայաստան իսկ բանը ինչպես քիչ առաջ ասեց իսկ Կարսի հանգման ժամանակ եւ դրանից հետո Սեպուը երբ որ ստիպված նահանջեց Ջաջուր ուրեմն Սեպուը ամենաժողովրդական կերպարն էր ցավոք սրտի ես ասում եմ ցավոք սրտի ճիշտ է նշում հարգարժան գոլեգան Սեպուի նման գործիչները այդ ժամանակ հալածվում էին այսպես կոչված կադրային սպաների կողմից եթե Սեպուներին տային ղեկը ես վստահ ձեզ ասում եմ հավա եւ փաստերը մղում են այդ եզրակացությանը որ Հայաստանը եթե խորհրդանացվեր կխորհրդանացվեր ի վերջո Հայաստանը բայց Հայաստանը կխորհրդանացվեր ավելի լայն սահմաններով հաստատ 14 թվականի սահմաններով եւ Կարսը կներ խորհրդանային Հայաստանի բավական է գիտեք հոգնեցնենք մեր լսարանին ասելով կար բոլշևիկ քեմալական դաշինք նրանք որոշել էին պետք է Կարսը տային 1920 թվի մինչեւ 21 թվի փետրվարի մոսկովյան բանակցությունների ու դրան հաջորդած Մոսկվայի պայմանագիրը ոչ մի իրավական փաստաթուղթ, ոչ մի համաձայնություն չկա, որ Կարսը պետք է բոլշևիկները տային թուրքերին։ Եթե դու շուտ այդ տարածքը պահեիր, հաստատ նրանք ասեին, հիմա ձեզ մի ուրիշ օրինակ բերեմ, կներեք երկարացրից։ Տեսեք, օրինակ նայեք, Ադրբեջանը շուտ խորհրդանացվեց, հօգուտ Ադրբեջանի հայկական տարածքներ նվիրաբերեցին, չէ՞։ Հայաստանը Վրաստանից շուտ խորհրդանացվեց, բոլշևիկները լորին տվեցին Հայաստանին։ Դե հուսանք, որ այդ պատմության անցյալ այդ եթեները այլևս չեն կրկնվի կամ հնարավորինս չեն կրկնվի եւ համապատասխան դասեր կառնենք։ Հարգելի բարեկամներ, կրկին թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ հաղորդմանը մասնակցելու պատրաստակամության համար։ Այսօր ձեր օգնությամբ մեր հայրենակիցներին ներկայացրեցինք Սեպուհին, Արշակ Ներսիսյանին։ Իսկ հաղորդումը եզրափակելուց առաջ մեր հայրենակիցներին ցանկանում եմ կրկին հիշեցնել, որ մահվանից շուրջ 75 տարի հետո Հայաստան Հանրապետության Պաշտպանության նախարարության աջակցությամբ պետական եւ ռազմական ամենից բարձր պատիվներով Եռաբլուր զինվորական պանթեոնին մայր հողին հանձնվեց Սեպուհի աճյունը, իրականացավ կամ կատարվեց նրա կտակը եւ Սեպուհը Եռաբլուրում միացավ իր մարտական ֆիդայական հին ընկեր Անդրանիկին եւ մեր նորօրյա հերոս ազատամարտիկներին։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Արշակ Ներսիսյանին, Սեպուհին։ Առայժմ այսքանը ճանաչենք հայորդիներին։